Յոլչյան Production-ը ներկայացնում է Յոլչյան Production։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, տեղեկացնեմ, որ իմ հյուրն է Նոր Վանաձոր ՀԿ-ի հիմնադիր նախագահ Արմեն Այվազյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք, պարոն Այվազյան։ Շնորհակալություն, շատ լավ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Այվազյան, թույլ տվեք մի քանի հարց ուղղել հենց ձեր անցած ճանապարհ ուղու մասին եւ հենց ամենասկզբից սկսենք, քանի որ ձեր գործունեությունը շատ մեծ է քաղաքական ասպարեզում, դեռևս հին ժամանակներից, երբ որ դուք ավականու անդամ էիք, դեռ երիտասարդ էիք, ես շատ լավ եմ հիշում, բայց այդքան հին չգնանք, հենց սկսենք, երբ որ դուք աշխատել եք Վանաձոր խոշորացված համայնքույն քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման գույքի կառավարման գովազդի բաժնի պետ, երբ որ դուք նշանակվեցիք պետ, հավաքագրումների մասով։ Շնորհակալություն, կուզեմ ընդգծել, որ ես նշանակվել եմ 2022 թվականի հունիսի 1-ից, որ ինչը հաջորդել էր 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ ընտրություններին, ինչ խոստացել է վանաձորցիներին, իմ գործունեության ընթացքում հայտնի գործունեությամբ զբաղվել եմ։ Նշանակվելով այդ հավաքագրման բաժնի պետ, որը ի սկզբանե ամենամեծ հավաքագրող բաժինն է, համայնքային բյուջեի մոտ 80% հավաքագրում այդ բաժնի միջոցով, կուզեմ նշել, որ հենց առաջի օրվանից ինձ համար սկզբունքային է եղել հավաքագրման մեծ աճ ապահովելը, ինչը մենք կարողացել ենք ապահովել հիմնականում ապարքների հաշվին եւ այն մարդկանց հաշվին, ովքեր երկար տարիներ շարունակ վճարումներ չէին կատարում։ Իսկ իմ ղեկավարության օրոք այդ բաժնի չի եղել մի մարդ, ովքեր այդ պայմանագրային հիմունքներով վճարումները չկատարի եւ ապարքների մեծ թվով աճ է գրանցել։ Համեմատության համար ուզում եմ ասել, որ 2021 թվականին տվյալ բաժինը հավաքագրել է ընդհանուր 800 միլիոն դրամ, իսկ արդեն 2022 թվականին, երբ կեսից ես նշանակվել եմ բաժնի պետ, հավաքագրել է 960 միլիոն դրամ, իսկ արդեն 2023 թվականին 1.6 միլիարդ դրամ եւ 2024 թվականին 1 միլիարդ 800 միլիոն, մոտավորապես կրկնակի աճ, ինչը հիմնականում տեղի ունեցել ապարքների հավաքագրման, վարչարարության կիրառման եւ նոր պայմանագրերի կնքման արդյունքում։ Այսինքն դա այն բաժինն է, որը ապահովել է հիմնական համայնքային բյուջեի մուտքերը ընդ որամային պայմաններում եւ Վանաձոր համայնքում չկային աճուրներ, չկային հողային տարածքների վաճառքներ, որ ավականի չլինելու պատճառով չէր լինում եւ այդ մեծ աճի ապահովման արդյունքում էլ համայնքային բյուջեն երբևիցե չի ունեցել գումարի խնդիր։ Եթե կհիշեք 21 թվականին բոլորն ասում են մեր բյուջեն գոյատևման բյուջե է, իսկ Քարոզարշավի ժամանակ ես ասում եմ, որ մեր բյուջեն գոյատևման չի, այլ զարգացման բյուջե է եւ ես դա գործով ապացուցեցի, որ մենք բյուջեում 2022 թվականից սկսած երբևիցե աշխատավարձի վճարման խնդիր կամ ծրագրերի մասնակցելու խնդիր չենք ունեցել։ Որն էր գաղտնիքը, ինչպես դուք կարողացաք, որ այդքան գումար հավաքագրել։ Ինչ չէին անում նախկինում, հենց դուք արեցիք։ Ասեմ ավելին, ոչ թե գաղտնիքը, այլ բյուջեի հավաքագրման հիմնական սկզբունքը պետք է լինի ապարքների հավաքագրումը եւ թույլ չտալը ապարքների կուտակմանը եւ նշանակվեցի այդ բաժնի պետ եւ ծանոթացա մեր քաղաքի ունեցած պարտքերին, ինձ համար դա շատ ծանր էր, որովհետեւ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր վճարօրինակ էին, մեծ գումարներ ունեին պարտքեր մեր համայնքի նկատմամբ։ Ցանկացած պաշտոնյա կար համայնքային ծառայող, կար իմ հետ ընտրություններին մասնակցող հավաքականու անդամներ, կային մարդիկ, ովքեր պետական աշխատավարձ ստանում էին, բայց համայնքային բյուջեի նկատմամբ այս պարտավորությունները չէին կատարում եւ վերջապես կային գործարարներ, ովքեր տարիներ շարունակ, տասնյակ տարիներով իրենց գույքահարկերի ապարքները կուտակել չէին վճարել։ Գաղտնիք չկար, հիմնական պահանջը նա է վարչարարության արդյունքում եւ պրինցիպիալ մոտեցումներ ցուցաբերելով այդ գումարները հավաքագրեցի։ Ցավոք ինչն էլ հետագայում այդ խնդիրները հավաքագրման ժամանակ շատ մարդիկ ծանր տարան եւ հետագայում նաեւ ես խնդիրներ ունեցա նաեւ իրավապահ համակարգի հետ, որտեղ այդ շատ մարդիկ իրենց գումարները իրենցից մեր պահանջը նայեցին անձնական եւ որոշակի խնդիրներ առաջացան նաեւ հենց այդ մոտեցման համար, որ սկզբունքային բոլորը համայնքային բյուջե պետք է վճարեն։ Ցավոք սրտի մինչ օրս դեռ կան բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր այդ պարտավորությունները դեռ պատշաճ չեն իրականացնում։ Ես հիշում եմ, որ երբ որ դուք նոր նշանակվեցիք, ժամանակահատված դրեցիք ու ասացիք կհրապարակեք բոլոր անունները, երևույթին դրանից հետո արագ սկսվեց վճարումները բյուջե։ Իհարկե, ես պատրաստակամություն եի հայտնել նույնիսկ հանրայնացնել այն մարդկանց պարտքերը, որ գոնե մարդիկ իրենց ամոթի պատճառով, ամաչելու պատճառով վճարեին, որտեղ կային բազմաթիվ գործարարներ, ովքեր ամբողջ քաղաքը գիտեն իրենք ապահովված մարդիկ են եւ մեծ գույքեր ունեն եւ մեծ
շարունակության տեր մարդիկ են, բայց իրենց համայնքային պարտքերը չէին վճարում։ Դա նույնպես օգնել է մեծ հավաքագրումներ իրականացնելու համար։ Պարոն Այվազյան, 3 անգամ ձեզ ձերբակալեցին զբաղեցրած հենց այդ պաշտոնի ժամանակահատվածում։ Սկսենք առաջի դեպքից։ Ուզում եմ ասել, որ նախ դա ինձ համար մի քիչ ծաղելի թեմա է այն առումով, որ առաջի դեպքը գրանցվել է 2023 թվականի նոյեմբերի 15-ին, երբ ես ձերբակալվել եմ։ Այն ժամանակ ձերբակալվել եմ ինչ-որ մեղադրանքով, որ իբր թե մենք մի քանի աշխատակիցներով վարձավճարների գումարներ համայնքային բյուջե մուտք չենք արել եւ բաց եմ թողնվել եւ որևէ խափանման միջոց, որևէ ապացույց չլինելու պատճառով։ Ի սկզբանե կուզեմ ասել, որ այդ ժամանակ նույնպես ես գիտեի, որ նման խնդիր կարող է լինել, որովհետեւ այն մարդիկ, ովքեր ինձ համար ձերբակալելու համար հաղորդում են տվել, այսպես ասած, այդ մարդիկ որոշակիորեն իրենց պետական պարտավորությունները չէին կատարում, ես իրենց հետ խնդիրներ ունեի եւ դա ինձ համար զարմանալու չէր։ Դրանից հետո ամեն դեպքում սպասելի էր, որովհետեւ մարկանցից այդքան գումարներ հավաքագրելը եւ որ իրենք չեն ցանկանում, հետևանքներ ունենում է։ Դրանից հետո ես աշխատել եմ 2 տարի, ապահովել եմ բազմաթիվ մուտքեր եւ բազմաթիվ պայմանագրեր կնքել եւ որևէ մի անգամ խնդիր չեմ ունեցել եւ վերջին ավականոնիստից առաջել, արդեն նախավերջի անգամ, իսկ նախավերջի անգամ նույնպես ամեն տարի ոնց որ սովորույթ ավանդույթ դարձած ես ասել եմ, որ ինձ ձերբակալում են եւ ես ազատվում եմ։ Պատճառները ինձ համար անընդունել են, որտեղ չի կարող լինել դրվագ, որը 23 թվականին է եղել, բայց հայտնաբերվել է 25 թվականին։ Այսինքն 2 տարի անց հիշել այդ դրվագը եւ մարդուն կրկին ձերբակալել, կրկին բաց թողել, հետո նորից կրկին ձերբակալել։ Ես ուզում եմ ասել, որ որպես պետական պաշտոնյա կարող եմ թերություններ թույլ տալ, ցանկացած աշխատող մարդ է սխալվում, բայց իմ անունը կապել կոռուպցիայի հետ կամ ասենք նման ինչ-որ գործունեության, դա բացառում է, թե մի քաղաքում ապրում ենք, բոլորը գիտեն իմ աշխատելավոճը եւ ապրելու ձևը, եւ այդ հարցերը ես ընդհանրապես կարող եմ ասել, որ դրանք հիմնականում քաղաքական նպատակներ են հետապնդել, փորձել են դրանով ինձ կաշկանդել, փորձել են դրանով անել այնպես, որ ավականոնիստերը կայանան, եւ ավելին կարող եմ ասել, որ որևէ ապացույց վերջում չի լինելու, եւ Այվազյան Արմենը որպես կոռուպցիաների մարզի միակ հաստատ որևէ արած բան չունի, որի համար պատասխանատվության պետք է ենթարկվի։ Համայնքի ղեկավարը ինչքանով է տեղյակ լինում, որ իր շենքում բաժնի պետ է ձերբակալվում։ Համայնքի ղեկավարը տեղյակ է լինում այնքանով, որքանով իրեն տեղեկացնում են, տվյալ իմ դեպքում համայնքի ղեկավարը տեղյակ չի եղել, ձերբակալելուց անմիջապես հետո է ինքը տեղեկացվել, որտեղ նախապես իրենք չեն տեղեկանում եւ այդ իրավապահ մարմինի այդ գործողությունները կատարելիս հենց անակնկալ են իրականացնում, նույնիսկ ձերբակալողը ինքը չգիտի, թե ինքը երբ կարող է ձերբակալվել եւ ինչպես, ավելին ասեմ, իրանք շենք են մտնում, ներկայանում են, չէ՞, ուր են գնում։ Իրանք միանգամից գալիս եւ ձերբակալում է եւ դրա համար նախապես տեղեկատվություն չեն տրամադրում, ավելին ասեմ, քանի որ հիմա էլ որոշակի հարցերով ես սկզբունքային դիրքորոշումներ ունեմ, չի բացառվում ձեր մոտից դուրս գալուց հետո 4-րդ անգամ եւս ձերբակալվեմ։ Դա անկախատեսելի է, որից է մի անգամ չես կարող կանխատեսել մանավանդ նման իրավիճակներ, որ կրկնվում է անընդհատ։ Դուք շատ լավ է, որ մորով եք մոտենում, ամեն անգամ դուրս գալուց հետո ասում եք կրկին ձերբակալվեցի, կրկին ազատության մեջ եմ։ Դե այլ տարբերակ չունեմ, քան մորով չմոտենալու, որտեվ եթե գործը հարուցվել է 23 թվականին, բայց արդեն 3.5 տարի էլ որևէ անորոշ վիճակի որոշակիություն չկա, այլապես այլ ձևով մոտենալու դեպքում առողջության համար թանկ կնստի, դրա համար հումորով եմ վերաբերում։ Պարոն Այվազյան, վերջի ավականունիստի ժամանակ շատ ուրախացան, որ կարծես տոն է, որ վերջապես ավականին տեղի ունեցավ, չնայած իմանալով, որ մարզպետն է հենց անձամբ խառնվել այդ գործում, որ որոշ մարդիկ ներկայանան, բայց շատ անպակորկոր հնչեցին այն բոլոր թվերը, որ մտել է համայնք։ Բայց ափսոս չի նշվում նաև, որ սուբվենցիոն ծրագրով, իսկ եթե համայնքը ներդրում չանի, սուբվենցիոն այդքան ծրագիր չի մտնի համայնք։ Նախ ասեմ, վերջին նիստի հետ կապված ավականոնիստը կայացել է ավականու 17 անդամների շնորհիվ, չգիտեմ, շատ մարդիկ են փորձում իրենց վերագրել, թե ով է խառնվել, ով է զբաղվել, բայց կարծում եմ իրենց խառնվելը միայն խանգարել է, որտեղ ավականու անդամները գիտակցել են Վանաձորի շահը եւ Վանաձորի շահի համար է նիստի եկել, այդ թվում նաեւ ես։ Իդեպ ասեմ, որ այս նիստի գալուց էր գիտեի, որ նիստից հետո ձերբակալվելու եմ, որովհետեւ ամեն ինչը քննարկվում էր եւ դա ինձ հասանելի տեղեկատվություն էր, բայց ես կարևորեմ մի բան, որ Վանաձորում կայացավ երկար սպասված ավականոնիստը, հաստատվեցին սուբվենցիաներ, ներկայացվեց, որ $35 միլիոն Վանաձորում ներդրում պետք է արվի,
Բայց պարզվեց, որ 35 միլիոն դոլար գումարը Վանաձորի համայնքի բյուջեն չունի, որ իր մասնակցություն ունենա։ Ինձ համար դա նիստից հետո պարզվեց, որ անակնկալ է եւ հիմա էլ պաշտոնապես հայտարարում եմ, որ Վանաձոր համայնքի բյուջեում չկա այդքան գումար, որպեսզի Վանաձոր համայնքը իր մասնակցություն ունենա սուբվենցիաների գծով։ Հետևաբար նիստի ժամանակ անցկացված հարցերը բոլորը չեն լուծվելու են դրանց ընդամենը մի փոքր մասը, իսկ ավելին այն բոլոր հարցերի, որոնք Վանաձորի քաղաքացիները երկար ժամանակ սպասում էին, այդ օր այդ հարցերը չլուծվեց, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դեմ քվեարկեց, իբր թե ժամանակ չէր ունեցել ծանոթանալու, եւ նիստին դուք կհիշեք, իհարկե, եւ դուք կհիշեք, նիստին խոստացան, որ շատ կարճ ժամանակ անց ծանոթանալուց հետո այդ հարցերը եւս կլուծվեն, կրկին անգամ մեր վանաձորցիներին ճիշտ չասեցին, իրենք մինչեւ հիմա նիստ չեն գումարել, չեն ծանոթացել երևի, չգիտեմ գիտելիքներն չի հերիքում թե ժամանակը, բայց ամեն դեպքում վանաձորցիների խնդիրները, որոնք հիմնականում կապված են ճարտարապետական բաժնի հետ կապված հարցեր, ընթացիկ հարցեր, որոնք որպես այդպեսին քաղաքապետան պարտավոր է օրաժլուծում տալ, հիմա չի լուծվում։ Հետևաբար Արչևում ընտրություններ են եւ մեր վանաձորցիները պետք է հստակ իմանան, թե իրենց հարցերը ում պատճառով չի լուծվում եւ մի ամբողջ խմբակցություն եւ հայտարարում դեմ է քվեարկում եւ հայտարարում է, որ շուտով կլուծվի, բայց վերջում չի լուծվում, կարծում եմ ընտրություններն ես գնահատականը պետք է տան այդ մարդկանց։ Փողոցների, խաղահրապարակների վերանորոգման աշխատանքները ինչպես է լինում, որ մտնում է ծրագիր, քանի որ դուք ոլորտում աշխատել եք մտեղյակ։ Փողոցները Գնայք ասեմ ինչու, որովհետև տարբեր թաղամասի բնակիչներ նաև բողոքում են, որ եթե չունեն ավագանի կամ խնամի բարեկամ համայնքի ղեկավարի հետ, իրենց փողոցները անտեսված են։ Փողոցների եւ բակերի ընտրությունը կատարվում է այն սկզբունքով, որոնք ավելի վատ վիճակում են գտնվում,աշնարհությունը պետք է տրվի դրանց, բայց նման դիրքորոշումը ովքեր չունեն բարեկամներ կամ հարազատներ համայնքի ղեկավարի հետ, չեմ կարծում այդպես է, որտեղ համայնքի ղեկավարը միայնակ չի որոշում, գոյություն ունի խումբ, հանձնաժողով, ովքեր որոշում են նախագծային աշխատանքներն են իրականացնում, բայց համամիտ եմ այն մտքի հետ, որ մեր քաղաքում առաջնահերթ չեն բարեկարգվում այն բոլոր փողոցները, որոնք դրա կարիքը շատ ունեն, որովհետև մենք հայտարարում ենք, որ 50 բակ ենք անելու կամ 20 բակ արդեն արել ենք, բայց առաջնահերթությունը ընտրելիս համամիտ են, որ որոշակի տարաձայնություններ կա եւ բնակիչների թաղամասեր կա, օրինակ բազում թաղամասը բավականին մոռացված է եղել երկար ժամանակ, հիմա ուրախալի լուրը եղավ, որ սկսվել են աշխատանքները, բայց այդ էլ սուբվենցիաների շնորհիվ եւ կարծում եմ, որ հետագայում եթե որոշակի խնդիրներ չառաջանան, գոնե բազում թաղամասում այդպիսի գործեր լավ շատ կանեն, որպեսզի բնակիչները չդժգոհեն։ Մի քանի տարի առաջ բազում թաղամասում ակադեմիկոսի արձանը կանգնեցվեց եւ նաեւ խաղահրապարակ կառուցվեց զերոյից խաղահրապարակ։ Կարծես թե այդ ժամանակ հենց բազում թաղամասը ուշադրության կենտրոնում արժանացավ։ Այդ ժամանակ կառուցվել է, տեղյակ եմ, ներկայ եմ գտնվել բացմանը, այդ ժամանակ այդ արձանը կանգնեցվեց եւ կարծում եմ արդեն ժամանակն է ծայրամասերին ավելի մեծ ուշադրություն դարձնելու, անկեղծ ասեմ համոզված եմ, որ այդ արդեն ծայրամասային թաղամասերը զարգացնելու միտված ծրագրեր ավելի շատ կլինեն նոր ընտրություններից հետո, քան մինչեւ նոր ընտրությունները խոսքը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին է, որտեղ ես չեմ կարծում, որ այն ծրագրերը, որոնք ներկայացվել ավականստին սուբվենցիաները իրենք հասցնելու են իրականացնեն, որտեղ ինչպես նշեցի, նման ֆինանսական միջոցներ գոյություն չունեն։ Եվ կրկին անգամ մեր բնակիչները կլինեն խաբված։ Կրկին անգամ կլինեն խաբված եւ ես հույս ունեմ, որ առաջիկայում իրենց գնահատականը կտան ընտրությունների միջոցով։ Պարոն Այվազյան, դուք ստեղծել եք ՀԿ, նոր Վանաձոր ՀԿ, որն էր ՀԿ-ի նպատակը ստեղծելու եւ ինչու հիմա։ Նոր Վանաձոր ՀԿ-ն ես հիմնադրել եմ 2020 թվականին, հիմնական նպատակը եղել է հավաքագրել թիմ գրագետ խելացի մարդկանց, ովքեր պետք է վերհանեն Վանաձորում գոյություն ունեցող այն խնդիրները եւ կամուրջ հանդիսանան քաղաքապետարանի եւ վանաձորցիների միջև, քանի որ այդ մի քանի տարի ես աշխատում եմ Վանաձորի համայնքապետարանում, արդեն ինքս այդ կամուրջը ապահովում է, որտեղ ես մեծամիտ չի լինի ասել, բայց ցանկացած քաղաքացիների համար միշտ բաց եմ եղել, միշտ հասանելի եմ եղել, միշտ իրենց խնդիրները բարձրաձայնել եմ եւ ես արդեն չէի աշխատում եւ արդեն այդ քաղաքապետարան աշխատանքը չունե, ես իմ հասարակական կազմակերպության գործունեությունը ավելի լայնեցի, որովհետեւ մենք ունենք արդեն թվով 100 անդամներ, ովքեր անդամագրվել
ծրագրվել են, մոտ վերջերս ես կայացրեցի մեր հիմնադրի ժողովը, որի ժամանակ 100 հոգի անդամագրվեցին, եւ այդ հասարակական կազմակերպության նպատակն է զարգանալ եւ մասնակցել Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների առաջի հերթին ընտրություններին այն առումով, որ մեր թիմով ձևավորենք, որը վանաձորցիների շահն է պաշտպանելու, այլ ոչ թե տարբեր մարկանց շահերը, քանի որ հասկանում եմ, որ հասարակական կազմակերպությունով այս ընտրությունները չեմ կարող մասնակցել, որովհետեւ քաղաքական process-ներին մասնակցում են միայն կուսակցությունները, ես համաժողով արեցի վերահսկվելու կուսակցության, որը մենք դեռևս անվանումը չենք որոշել եւ իհարկե տեղական ինքնակառավարման մարմիններին այս տարվա վերջին կանալիք, իհարկե մենք մասնակցելու ենք եւ համոզված եմ, որ հաղթանակ ենք տանելու, իսկ քանի որ տեղական ինքնակառավարման մարմինները տարվա վերջին, հիմա արժեվում ազգային ժողովի ընտրություններն են, մենք որոշում ենք կասել ազգային ժողովի ընտրություններին միացել ենք Բարգավաճ Հայաստան կուսակցությանը եւ սատարում ենք Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, որովհետեւ տեսնելով այն ծրագրերը, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնում է իր առաջարկ Հայաստանին ծրագրով եւ իրականում որ այդ կուսակցությունը խոսքի կուսակցություն չէ, այլ գործի կուսակցություն է եւ ամբողջ թիմով միահամուռ մենք որոշում կայացրեցինք եւ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին սատարելու ենք Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Հիմնական նպատակը լինելու է այդ կուսակցությանը սատարելով մեր պահանջները վեր հանել իր օգուտ Վանաձորի եւ այն ծրագրերը, որոնք իրենք ներկայացնում են, ներգրավված են լինելու նաեւ մեր Վանաձորի թիմը եւ բազմաթիվ ծրագրեր են իրականացնելու նաեւ Վանաձորի համար, որտեղ մենք տեսանք, որ որքան մենք խոսում ենք, մարդկանց վստահում ենք, մարդկանց հետ համագործակցում ենք, բայց իրականում մենք միշտ խախված ենք լինում, որովհետև նորից եմ կրկնում, մեր վերջի ավականոնիցն էլ դրա վառ ապացույցն էր, որ ամեն ինչ ասվեց, բայց իրականում տեսնում ենք եւ տեսնելու ենք, որ շատ քիչ բան է արվում, իսկ ի տարբերություն իրենց Բարգավաճ Հայաստան կուսակցությունը երբևիցե մարդկանց չի խաբել եւ չի էլ պատրաստվում խաբել եւ այն ծրագիրը, որը իրականացնելու են, ես համոզված եմ, որ դրանից շահելու է նաեւ Վանաձորը։ Ինչ կոչ կանեք մեր վանաձորցիներին։ Օգտվելով առիթից ես վանաձորցիներին ուզում եմ կոչ անել, որ քանի որ առջևում ընտրություններ են, ընդ որում 2 ընտրություն եւ ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են լինելու, ես կոչ եմ անում, որպեսզի իրենք միշտ ընտրեն այնպիսի մարդկանց, ովքեր իրենց երբևիցե չեն խաբել, ովքեր չեն գնում ընտրություններում հաղթեն պաշտոններ ունենալու համար, այլ ժողովրդին ծառայելու համար, ովքեր ընտրությունների մասնակցում են միայն մի նպատակով, որպեսզի ձևավորվի թիմ, որը որ կարողանա իշահ վանաձորցիների եւ իշահի երկրի աշխատել, այլ ոչ թե իշահ մարդկանց, ովքեր ուզում են սպասարկել միայն իրենց խնդիրները, քանի որ Քարոզարշավի շրջանը դեռ մեկնարկած չէ, ես պաշտոնապես ընտրության կոչեր չեմ անի, միայն կասեմ, որ մենք մեր թիմով նոր Վանաձոր հասարակական կազմակերպությունը իր աջակցությունը արդեն իսկ հայտնել է Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Պարոն Այվազյան, հասարակ քաղաքացուն ինչ է հարկավոր։ Հասարակ քաղաքացուն հարկավոր է, որ ինքը խաբված չլինի, հարգված լինի եւ ցանկացած պաշտոնյա ծառայի իրեն որպես հասանելի լինի եւ ծառայի իրեն եւ առաջի հերթին ծառայի իրականությունը ճիշտ ներկայացնելով, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն իրենց հիշելով եւ խաբելով։ Կարծում եմ մեր քաղաքացիները արդեն դա գիտակցում են, իրենք հասկանում են ով է իրենց խաբում, ով է ճիշտ իրականությունը ասում եւ ես համոզված եմ մեր քաղաքացիները միշտ ճիշտ ընտրություն կատարեն։ Պարոն Այվազյան, շնորհակալություն եմ հայտնում ձեր այս խիտ ժամանակը մեզ տրամադրելու համար, ձեզ հաջողություն, քանի որ շատ երկար ճանապարհ անցել ենք, մոտավորապես 20 տարի առաջ, հուսով եմ դեռ ճանապարհ ունենք անցնելու, այն ինչ նպատակահարմար գտնում եք անել մեր Վանաձորի համար, որ Վանաձորցին իրականում չզգա խաբված, ձեզ նորանոր մեծ հաջողություններ։ Շնորհակալություն շատ եւ հրավերի համար եւ հաջողություններ մաղթելու համար շնորհակալ եմ։ Մնացեք բարյավ։ Ստես։